Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Եվ այսպես, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր կրկին բերել են քննչական կոմիտե հարցաքննության։ Փաստաբան Երեմ Սարգսյանը, ով ավելի վաղ զրկվել էր Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու հնարավորությունից, հրավիրել էին վկայի կարգավիճակով։ Քննչական կոմիտեի մոտ հավաքվել էին նաև Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար։ Ըստ իրավապահների, Բարգավաճ Հայաստանի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից։ Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը, մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան։ Վարույթը առնչվում է Երևանի քաղաքապետի տեղակալ աշխատած տարիներին հողատարածքի ապօրինի օտարմանը օժանդակելուն։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 19 տարի առաջ 105 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 միլիոն դրամով։ Պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 105 միլիոն դրամի վնաս։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս գործով մեղադրյալ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախաքննության ընթացքում խնդրել է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով իր նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Ուժեղ Հայաստանից պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը մեկնարկել է այսօր։ ՀԵՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար և կալանավորվել է հունիսի 18-ին։ Դավիթ Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում։ Դատախազը հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել էր հակակոռուպցիոն դատարան։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոցը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինն արդեն պատգամավորի կարգավիճակ է ստացել։ Դատարանն առաջնահերթության կարգով կքննի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Գանք այլ թեմաների։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներքին գործերի նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը, անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 324 դեպք, համապատասխանաբար 15.3 և 12.5%-ով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, 60%-ով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները, բնակարանային գողությունների թիվը նվազել է 40, իսկ խարդախություններինը 72.7%-ով։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 602 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9.3%-ով։ Բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 551, ընդհանուրի 91.5%-ը։ Հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 39.3%-ով նվազել սեփականության դեմ ուղղվածները։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 153 դեպք, բացահայտվել 140-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91.5%։ Դեպքերի նվազումը պայմանավորված է գողությունների, խարդախությունների նվազմամբ, 75%-ով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 6 ամիսների ընթացքում համայնքային ոստիկանության ՎԴԻ բաժնում գրանցված հանցագործության 238 դեպքից բացահայտվել է 215 կամ 90.3%-ը։ Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, ինչը պայմանավորված է սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների 59.4% նվազմամբ, աճել են մարդու դեմ, ինչպես նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցվել է հանցագործության 652 դեպք, բացահայտվել է 593-ը, բացահայտման արդյունավետությունը կազմել է 91%։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով։ Բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.5%-ով ավելի հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 37624 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 11%-ով ավելի։ Արարատի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվն աճել է, մինչդեռ զոհերի թիվը նվազել։ Ոստիկանության գվարդիայի Արտաշատի պետական պահպանության բաժնի պետը ներկայացնելով բաժնի գործունեությունը նշել է, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ գվարդիայի ծառայողները նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ, ապահովել պահպանվող օբյեկտների հուսալի պահպանությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած պատասխանատու աշխատանքի համար, ընդգծելով, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական և հետևողական աշխատանքով։ Նախարարը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել։ Արփինե Սարգսյանը մասնավորապես պահանջել է բարձրացնել գիշերային ծառայությունների արդյունավետությունը, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպելով համատեղ ծառայություններ։ Անդրադառնալով խարդախությունների դեմ պայքարին, նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ հետախուզական աշխատանքները, բացահայտելով ինչպես առանձին դեպքերը, այնպես էլ հնարավոր կազմակերպված սխեմաները։ Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով և հանձնարարել է ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։ Կարևորվել է դպրոցներում հանդիպումների, իրազեկման միջոցառումների և ոստիկանություն-դպրոց համագործակցության շարունակական կազմակերպումը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկից աշխատանքներն իրականացվեն նախապես մշակված և համակարգված ծրագրով։ Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել արագ, անհետաձգելի և մասնագիտական արձագանք, բացառելով հաղորդումների թերագնահատումն ու ձևական մոտեցումը։ Միաժամանակ ընդգծվել է անհետաձգելի բացահայտում պահանջող հանցագործությունների ուղղությամբ օպերատիվ միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Տնտեսական հանցագործությունների հակազդման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում ընդերքի ապօրինի օգտագործման, ավազի հանքերի շահագործման և ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ։ Առանձին անդրադարձ է կատարվել ապօրինի զենք զինամթերքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման աշխատանքները, ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրացման ուղիներն ու հանցավոր կապերը։ Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարը պահանջել է ցուցաբերել խիստ և անհանդուրժող հակազդեցություն, յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովելով անհետաձգելի արձագանք, դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է նաև առավել հետևողական պայքար իրականացնել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող և դրան հարող անձանց նկատմամբ, բացառելով նրանց ազդեցության և հակաօրինական վարքագծի ցանկացած դրսևորում։ Միաժամանակ կարևորվել է թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հետ մշտական կանխարգելիչ աշխատանքների իրականացումը, հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները նախապես կանխելու նպատակով։ Նախարարն անդրադարձել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ընդգծելով առողջ աշխատանքային միջավայրի, կարգապահության և ղեկավար կազմի անձնական պատասխանատվության կարևորությունը։ Բարեկային ծառայության մասով ընդգծվել է հերթափոխից առաջ հրահանգավորումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։ Նախարարը պահանջել է օրինախախտումների նկատմամբ լինել սկզբունքային և բացարձակ անհանդուրժող, միաժամանակ բացառելով վարորդների նկատմամբ կողմնակալ կամ ընտրողական վերաբերմունքը։ Նախարարը անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով պայմանավորված հանցագործությունների աճին և հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել ռիսկային ճանապարհահատվածներին և պարբերաբար արձանագրվող խախտումներին։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի իր լիազորություններն իրականացնելիս, անկախ այն հանգամանքից, թե օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։ Օրենքի պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի նկատմամբ։ Ամփոփելով նախարարը հանձնարարել է նշված բոլոր ուղղություններով սահմանել հստակ թիրախներ, ուժեղացնել միջստորաբաժանումային համագործակցությունը և ապահովել հանձնարարականների հետևողական կատարումը։ Արարատի մարզի Սիսավան գյուղում Հայաստանի Հանրապետության կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում կառուցվում է ոչ տիպային դպրոց։ Սիսավանի նոր դպրոցը կառուցվում է հին դպրոցի տեղում։ Միջնակարգ դպրոցում սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ։
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային շրջայց է կատարել նշյալ դպրոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել առկա վիճակին։ Նորակառույց դպրոցը կհագեցվի նաև նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման համար։ Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակմամբ։ Ռոսել Խոզնաձորը նոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ներմուծման նկատմամբ, այս անգամ սահմանափակելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծումը։ Ըստ ծառայության ընթացիկ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ վարակված անասունների կաթը օգտագործվում էր Ռուսաստան մատակարարվող արտադրանքը արտադրելու համար։ Ռուսաստանը վերջին շրջանում սահմանափակել կամ ընդհանրապես արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը, այդ որոշումները պատճառաբանելով տարատեսակ խախտումների հայտնաբերմամբ։ Ավելի ուշ ՍԱՏՄ-ից պարզաբանեցին, հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել, ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Սյունիքի մարզկենտրոն Կապանում պաշտոնապես մեկնարկել է անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք 2026 ծրագիրը։ ԱՊՀ երկրների 4 երիտասարդներ բացման շրջանակում Կապան քաղաքին են փոխանցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը։ Տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով փոստային նամականիշի թողարկում։ Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ, նվիրված հայկական ժառանգություն Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք թեմային։ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քննարկումների առանցքում եղել են պետություն, համայնք, համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների որակի, տեխնիկական հսկողության և սահմանված ժամկետների պահպանման հարցերը։ Օրակարգային մյուս կարևոր թեման վերաբերել է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների լիցենզավորման գործընթացին և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությանը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների, ինչպես նաև ավտոգազալիցքավորման և բենզալցակայանների նկատմամբ իրականացված ընթացիկ ստուգումների արդյունքներին։ Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-ից 29-ը ընթանում է համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր։ Այսպիսով Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։ Առանձնահատուկ քննարկվել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը, տրվել են հանձնարարականներ տեսչական մարմնին վերապահված բոլոր գործառույթների և միջոցառումների պատշաճ, համակարգված և բարձր մակարդակով իրականացման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին։ Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։ Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին պարզապես անտեսել դրանք, բլոկավորել հեռախոսահամարը կամ ուղարկողի էլեկտրոնային փոստը։
Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Չինաստանի նրա պաշտոնակից Վան Ին Ղրղստանում Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ ուկրաինական հակամարտության թեմատիկան։ Գերատեսչությունը հավելել է, որ հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են երկու երկրների մոտեցումների համընկնումը կամ նմանությունը արծացված հարցերի մեծ մասի վերաբերյալ։ Միջազգային այլ թեմաների առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի սահմանման առնչությամբ եւ որ դրանց մասին հայտարարությունը տհաճ անակնկալ է դարձել Եվրամիության համար։ Այս մասին նա ասել է Մանիլայում հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հանդիպումների շրջանակում։ Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել 60 երկրի, այդ թվում Եվրամիության անդամ երկրների նկատմամբ։ Դա պատճառաբանելով հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ Մաքսատուրքերի չափը կկազմի 10-ից 12.5%։ Կալասը նշել է, որ Եվրամիությունում նման քայլի չէին սպասում։ Նրա խոսքով Եվրամիությունը պարզաբանումներ կպահանջի Միացյալ Նահանգներից։ Նա շեշտել է, որ միությունը պահպանել է 2025 թվականին կնքված անդրատլանտյան առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն 13 օր։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը X հարթակում հայտարարել է, որ թիրախավորել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչուների պահեստները, հաղորդակցության ցանցերը, ափամերձհսկողության վայրերը եւ ռազմածովային հնարավորությունները։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության Հորմուզի նեղուցը բաց է չնայած Իրանի կողմից վերջին հարձակումներին։ Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում ամերիկյան հարվածներից առնվազն 4 մարդ է զոհվել, 5 մարդ վիրավորվել։ Իրանի հետ օրեր շարունակ հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին եւ բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Թրամփը իրանական սառեցված միջոցներով նավերին վնասի համար փոխհատուցելու մասին հայտնել է հուլիսի 23-ին։ Թրամփի գրառումը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները Կարմիր ծովում թիրախավորել են Սաուդյան Արաբիայի նավերը, ինչի հետևանքով հուլիսի 23-ին նավթի գինն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ բարձրացել է 1 բարելի դիմաց մինչև $100։ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտնել է, որ իրենց դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնումը ուղղված է Կուբայի ողջ բնակչության վրա ճնշում գործադրելուն։ Նրա խոսքով Վաշինգտոնի գործողությունները վկայում են հումանիտար ճգնաժամ հրահրելու եւ երկրի վրա տնտեսական ճնշումը ուժեղացնելու ձգտման մասին։ Նախարարը նաեւ քննադատել է կուբայական բժշկական համագործակցության դեմ սահմանափակումները, դրանք անվանելով հարված հումանիտար գործունեությանը։ Հուլիսի 23-ին ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի պատժամիջոցների ցուցակները, դրանցում ավելացնելով 9 ընկերություն եւ 2 ֆիզիկական անձ։ Վաշինգտոնը միջոցները բացատրել է պատժամիջոցները շրջանցելու, էներգետիկ ոլորտում գործունեության եւ կուբացի բժշկական աշխատողների շահագործման վերաբերյալ մեղադրանքներով։ Ուկրաինան շարունակում է հարձակվել Վայլդբերիզի պահեստների վրա Ռուսաստանի մարզերում եւ Ղրիմում։ Վայլդբերիզի գործադիր տնօրենը հաստատել է ուկրաինական դրոնների հարձակումները, միաժամանակ նշել, որ որոշ տարածքներում ապրանքները կարողացել են փրկել։ Նա նաեւ պնդել է, որ նախնական տվյալներով զոհեր չկան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հաստատել է Ռուսաստանի Կիրով քաղաքում գտնվող կարևորագույն ռազմական ձեռնարկություններից մեկի, ինչպես նաեւ մոտ 1350 կիլոմետր հեռու գտնվող նավթային օբյեկտի վրա հարվածները։
Ֆրանսիայի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով հրահանգել են տարհանել մարդկանց երկրի հարավ-արևմտյան ափին գտնվող Ժիրոնդի դեպարտամենտի Լեժ Կապվերե համայնքի ամբողջ տարածքից։ Հարյուրավոր մարդիկ նավակներով լքում են թերակղզին։ Միևնույն ժամանակ հրշեջները շարունակում են պայքարել Ժիրոնդի դեպարտամենտում մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 23-ի երեկոյան հայտարարել է, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շատ լարված է, հատկապես Ժիրոնդի շրջանում։ Մակրոնը նշել է, որ օգնություն է խնդրել Եվրամիությունից եւ որ աջակցությունը ինքնաթիռների տեսքով շուտով կհասնի Խորվաթիայից, Պորտուգալիայից, Չեխիայից եւ Սլովակիայից։ Եվ վերջում եղանակի մասին։ Հուլիսի 24-ից 29-ը Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում հուլիսի 25-ից 29-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատևանձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Հուլիսի 25-ից 29-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում լավ հանգստյան օրեր, հաջողություն։